Ավանդույթ դարձած ձյան քանդակների, հեքիաթների հերոսները ձյան մեջ մրցույթն այս տարի էլ անցկացվեց Մշակույթի տան հարակից տարածքում։ Մասնակցեցին մունիցիպալիտետի 9 հանրային դպրոցները, քաղաքի թիվ 1, 2, 3, Գանձայի թիվ 1 և 2, Հեշտիայի թիվ 1 և 2, Օրոջալարի և Փոքր Խանչալիի դպրոցները։ Ձնե քանդակը կառուցելու համար աշակերտներին տրվեց 1.5 ժամ ժամանակ։ Բարև ձեզ, մենք Օրոջալարի հանրային դպրոցի աշակերտներն ենք, եկել ենք մասնակցելու ձյունե քանդակ մրցույթին, տեղեկացնեմ, որ այս մրցույթի մասին իմացել ենք երեկ և պատրաստվելու ժամանակ չենք ունեցել և այսօր անպատրաստից այս ամենը պատրաստել ենք։ Մենք ներկայացնում ենք մեր քանդակը նախ և առաջ տարվա խորհրդանիշն է, բացի այդ մենք այս պատկերը ընտրել ենք, քանի որ օձը գիտության, խելամտության և բազում գիտելիքների մշակութային նշանակություն ունի, իսկ օձի կաշին փոխելու սովորությունը դա նորացման և այդ ամենը վերափոխման մշակույթի մասին է։ Օձը այստեղ ներկայացված է նաև կենաց ծառը, որի վրա օձի շրջապտույտը ներկայացնում է կյանքի և մահվան շրջապտույտը, և այս ամենով ուզում եմ ասել, որ մեր քանդակը խորհրդանշական է, բացի այն, որ համարվում է 2025 թվականը, բացի այն, որ օձի տարի է, նաև ունի իր բազում այլ նշանակությունները։ Ուզում եմ հաջողություն մաղթել բոլոր մասնակիցներին և հուսով եմ, որ կգրավենք առաջին տեղը։ Մենք պատրաստել ենք վրացական ավանդական խինկալի, մենք այս ամենը պատրաստելով ուզեցել ենք ասել, որ մարդիկ միշտ միասին նստեն սեղանի շուրջ և վրացական ավանդույթները պահպանելով շարունակեն սերնդեսերունդ, որպեսզի մեր սաները նույնպես կարողանան պահպանել այսպիսի ավանդույթներ և ավելի զարգացնեն։ Շատ ջանքեր ենք թափել, որպեսզի կարողանանք այսպիսի վրացական ավանդական ուտելիք սարքենք, մենք քրտնաջան աշխատել ենք, որպեսզի կարողանանք լավ արդյունքների հասնել։ Ինձ թվում է, որ կարողանանք առաջին տեղ գրավել, քանի որ մենք ապրում ենք Վրաստանում և պատրաստել ենք մեր վրացական ուտելիքները, որոնք շատ ավանդական են դարձել և կարծում եմ, որ բոլորն էլ սիրում են մեր վրացական ավանդական ուտելիքները։ Եվ խինկալին դարձել է վրացական ուտելիքի անբաժան մասը։ Մասնակիցներն օգտագործում էին բահ, դույլ, սուր գործիք պատկերը փորելու և հղկելու համար։ Ցավոք ձյունն այնքան չոր էր ու դժվարակպչուն, որ աշակերտները ստիպված ջուր էին բերում աղբյուրից և խառնելով ձյանը փորձում ստանալ պատկեր։ Տրամադրված 1 ժամ ու կեսը աշակերտները մեծ ոգևորությամբ աշխատեցին և ստացան այն, ինչ ի սկզբանե որոշել էին։ Ավարտին հասցված աշխատանքները գունավորվում էին հատուկ երանգներով, ավելի արտահայտիչ և գեղեցիկ քանդակ ստանալու համար։ Մենք ներկայացնում ենք Փոքր Խանչալիի հանրային դպրոցը, ավագ դասարանների բոլոր դասարաններից ներկա են համարյա թե 9-ից բարձր դասարանների աշակերտներն են մասնակցում, քանի որ առաջիկայում կանացի տոներն են, կանանց միամսյակն է, մենք որոշեցինք մեր մայրերին ու քույրերին նվիրենք մեր քանդակը և այս աշխատանքը ներկայացրինք։ Աղջիկը խորհրդանշում է հրեշտակի թևերով, մայրը միշտ կինը, հայ կինը միշտ որպես հրեշտակ պաշտպանում է իր ընտանիքը, իր երեխաներին և գեղեցկություն, ծաղիկները, անմոռուկները իրենց խորհրդանիշն ունեն բնականաբար, մի քիչ գույները սխալվել էին, բայց տեխնիկական խնդիր է անմոռուկի գույնը, բայց մենք ուզում էինք անմոռուկ ներկայացնել, որպես գիտենք ապրիլի 24-ի նաև համատեղել այս իրադարձությունը։ Այս ներաշխար մրցույթին մենք ներկայացնում ենք Հեշտիայի Վիկտոր Հովսեփյանի անվան թիվ 1 հանրային դպրոցը։ Մենք ընտրեցինք ձյունից պատրաստել պինգվիններ, քանի որ պինգվինները հիանալիորեն համապատասխանում են սառցե միջավայրին, և ընտրեցինք պատրաստել պինգվիններ, քանի որ պինգվինները խորհրդանշում են ընկերություն և տոկունություն, որը խորհրդանշում է խաղաղության, պաշտպանության և միասնության մասին։ Քանդակի ներքևում մենք կարող ենք տեսնել արձաններ, քանդակված մարդիկ, որոնք իրար ձեռք-ձեռքի տված խորհրդանշում են միասնություն։ Նրանց կարգախոսը այն է, որ մենք մեր ուժը մեր միասնության մեջ է։ Իսկ քանդակում ավելի վերևում մենք կարող ենք տեսնել քանդակված ձեռքեր, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են դրանք պաշտպանում մարդկանց, իրենց հարաբերությունները ամեն պարագայում, եւ խորհրդանշական աղավնին, որը կարելի ասել խաղաղության աղավնին է, այն ցույց է տալիս խաղաղություն եւ ասում է, որ ինչ է լինի, ամեն պարագայում մենք պետք է ձգտենք, որ մենք մեկս մեկից սիրենք, հարգենք եւ հոգ տանենք։ Միայն համերաշխներով մենք կարող ենք ստեղծել պայծառ ապագա։ Մրցույթին ներկայացվեց մշակույթի և արվեստի բացառիկ ցուցադրություն։ Այն հիանալի հնարավորություն էր երեխաների համար զարգացնելու իրենց ստեղծագործական հմտությունները և սովորել աշխատել թիմով։
Այս դեպքում նույնիսկ ցուրտը չխանգարեց, որպեսզի աշակերտներն աշխատեին միահամուռ եւ մեծ նվիրվածությամբ։ Մեր թիմը ներկայացնում է Նինոց Մինդայի թիվ 3-րդ հանրային դպրոցը։ Սիրով մասնակցել ենք ձյունե քանդակներ մրցույթ ծրագրին եւ հանդես ենք եկել մեր քանդակով։ Այս տարի այն հրաբուխ է։ Ինչու ենք ընտրել հրաբուխ։ Որովհետև մենք մեր խառնվածքով հրաբխային ենք, սակայն մեզանից ոչ թե դուրս է գալիս ոչնչացնող ու այրող լավը, այլ դուրս է գալիս հրացայտ գաղափարներ ու մտքեր, ծնվում են նոր լուսավոր մտահղացումներ, եւ մենք փորձում ենք այն ի կատարածել։ Մեր մտքի խառնարաններից դուրս եկած կրակը միանում է, ամբողջանում եւ դառնում մի ամբողջ գլուխգործոց։ Мы представляем русскую школу номер 2. Решили слепить миньона, держащего в руках цветы, который гуляет по парку и раздает цветы девушкам и поздравляет с 8 марта. Մենք ներկայացնենք հեշյայի թիվ 2-րդ դպրոցը հանրային, մենք որոշել ենք պատրաստել օձ, որպես տարվա խորհրդանիշ, ճիշտ է երկար մտածեցինք ինչ կարելի է պատրաստել ու որոշեցինք այս խորհրդանիշել մեր տարին, սա մեր առաջին փորձն է, աշխատանք որպես ձյան, շատ խիստ չտատեք։ Լավագույն աշխատանքները պատշաճ կերպով գնահատվեցին ժյուրիի կողմից։ Բոլոր մասնակիցները ստացան նվերներ, իսկ 3 պատվավոր տեղեր գրաված դպրոցները ստացան մրցանակներ եւ շնորհակալագրեր։ Մարտի 8-ի նախօրեին որոշեցինք գեղեցկացնել ավելի մեր քաղաքը եւ գեղեցկացնել մեր մայրերի առօրյա կյանքը։ Վաղը նրանց տոնն է, վաղը մեր աղջիկների տոնն է։ Շնորհավոր բոլորիդ։ Տոնը Մարտի 8-ը ցանկանում եմ, որ ամենայն ձեր ցանկություններ, ամենայն բարիքներով, ամենայն լավատեսությամբ բարուրի ձեզ ձեր ամբողջ կյանքում։ Մինչև անցնելը մենք արդեն քննարկեցինք եւ գտանք, որ բոլոր 9 քանդակներն բոլորը ամեն ինչ որ մեկ առաքինություն ունի, որ կներկայացնեք այսօր դուք, թե ով ինչ նշանակություն ունի։ Երրորդ տեղը Մարտի 8-ի նախօրեին գեղեցիկ վայրություն, գեղեցկություն, սարմություն, փոքր խանչալի դպրոցը։ Երկրորդ տեղ, ինչքան էր որ գեղեցիկ լինի վայրությունը, աշխարհը, առանց խաղաղության երբեք heç ոչ մի բան գոյություն չունի։ Երկրորդ տեղը ինչպես միշտ իր խաղաղասիրությամբ, իր աղավնուներով, իր գեղեցիկ պատկերով, Գանձայի երկրորդ Եվ որ կարծում եմ, որ բոլորս գնահատեցին Ղարաբաղան այդ գեղեցիկ Մենք այսօր պատրաստել ենք Ղարաբաղի քանդակը, որն ունի իր մեծ խորհուրդը։ Ծաղիկ բաժանող Ղարաբաղան ներկայացվում է որպես բարեսիրտ, երբեմն էլ կատակասեր կերպար, որը քաղաքներում, փողոցներում եւ հանրային վայրերում ծաղիկ է բաժանում մարդկանց օրը գեղեցկացնելու համար։ Մենք պատրաստել ենք Ղարաբաղի քանդակը, քանդակել ենք այն մեր քաղաքին նվեր, մայրերին, քույրերին եւ կանանց, քանի որ արչեվում կանանց միամսակն է, մենք որոշեցինք այս քանդակը նվիրել մեր քաղաքին։ Քանի որ խոսքը բացվեց խոսելու, ես կարող եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել մեր թիվ 1 հանրային դպրոցի ուսուցչուհիներին, տնօրենին, որ մեզ ձեռք ընձեռեց, որ մենք կարողանանք այսպիսի աշխատանքներ անել այստեղ։ Շնորհակալություն եմ հայտնում իրանց։ Մենք, ինչպես ասեց Հասմիկը, ներկայացրել ենք Ղարաբաղի քանդակը եւ աշխատել ենք խմբային 2-9 դասարանները։ Նման մրցույթները ոչ միայն խրախուսում են ստեղծագործական մտածողությունը, այլև կարևոր թեմաների մասին խոսելու լավ միջոց են հանդիսանում։ Քանդակներն այսօր էլ պահպանվել են եւ մարդիկ կարող են վայելել այդ գեղեցիկ ստեղծագործությունները։ Նինոց Մինդայի ցուրտ պայմաններն օգնել են քանդակների երկար պահպանմանը։